Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու շնորհը թող իջնի ամեն մեկիս վրա։ Իսկապես սիրելիներ, հրաշալի է, որ քույրեր եղբայրները միաբան մեկտեղ են եւ իսկապես որքան գեղեցիկ ու բարի է Աստծո աչքերում տեսնել իր զավակներին միաբանության մեջ։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է, որ խոսքը չի գնում միայն այն մասին, որ պիտի հավաքվենք եւ միասնական պաշտամունք ունենանք, այլ ընդհանրապես, երբ որ քույր եղբայրները միաբանության մեջ միմյանց հետ են, սա արդեն իսկ Աստծո համար հաճելի է տեսնել։ Եվ սա իր մեջ ներառում է նաեւ հյուրասիրությունը եւ հյուրընկալությունը, որը ոչ պակաս կարեւոր տեղ է գտնում ավետարանի մեջ եւ Քրիստոսի միջոցով առաքյալների ձեռքով պատվիրանների մեջ եւ այս թեմայի շուրջ սիրելիներ Պետրոս առաքյալը իր թղթերից 4 գլխի 9-րդ համարի մեջ հետեւյալն է ասում. Միմյանց նկատմամբ հյուրասեր եղեք, առանց տրտնջալու։ Հյուրասիրությունը շատ կարևոր բաղկացուցիչ մաս էր առաջին դարի եկեղեցու մեջ։ Գիտեք, Պետրոս առաքյալը սա գրում է այն բանից հետո, երբ շեշտում է, որ վերջը մոտ է։ Սակայն չնայած որ վերջը մոտ է, շարունակեք հյուրասեր լինել եւ շարունակեք ծառայել միմյանց։ Մի այգեպանի, երբ որ հարցնում են ասելով, որ եթե իմանաս վաղը վերջն է այլևս, ինչ կանես, ասում է այսօր կշարունակեմ իմ ծառերը տնկել։ Եվ Պետրոս առաքյալը սա ասելով կարծես ցույց է տալիս, որ քրիստոնյաներս մենք երջանիկ ենք այն բանի մեջ, որ անգամ թեկուզ եւ վերջն է, միևնույնն է շարունակենք միմյանց ծառայել եւ հյուրասեր լինել։ Եվ այս հյուրասեր լինելը եւ հյուրընկալությունը շատ կարեւոր էր եկեղեցու համար այն մասով, որ նրանք միմյանց հյուրընկալվում էին ավետարանը քարոզելու համար։ Եվ նրանք սրա միջոցով ունեին բարի համբավ, ինչպես եւ Պատվելին նշեց, որ առաջին դարի եկեղեցին ուներ բարի համբավ նաև եկեղեցուց դուրս ժողովրդի մեջ։ Եվ դրա բաղկացուցիչ մասերից մեկը այն էր, որ նրանք աչքի էին ընկնում իրենց օտարներին ընդունելու, իրենց հյուրասեր գտնվելու, իրենց առատաձեռն գտնվելու միջոցով։ Նրանք հյուրընկալում էին միմյանց, ովքեր որ ավետարանիչներ էին եւ քարոզում էին տարբեր քաղաքների մեջ։ Առաջին դարում չկար այսպիսի գեղեցիկ շենքեր, եկեղեցական շենքեր, որպես այդպիսին, բայց կային մարդիկ, ովքեր հոժարական իրենց տները, իրենց տների մեծ սենյակներն էին տրամադրում պաշտամունքի համար։ Այսպիսի սիրտ ունեին նրանք։ Նրանցից մեկը շատ ընդգծված պատկեր կար Գործ Առաքելոցի մեջ, անունը Տաբիթա, որ թարգմանաբար Այծեմնիկ էր կոչվում, գրված է, որ իր բարի գործերով շատ առաջադեմ էր եւ աչքեր ընկել եւ բարի համբավ ուներ։ Այն աստիճան, որ երբ որ մահացավ եւ գիտեին, որ Պետրոսը կողքի քաղաքի մեջ է, նրանք կանչեցին, որպեսզի աղոթ քանի եւ Պետրոսը եկավ, աղոթեց եւ այս կինը հարություն առավ։ Այսպիսով այս համբավը տարածվում էր եւ բարի վկայությունը իր մեջ ներառում էր հյուրասիրությունը եւ հյուրընկալությունը։ Եթե նայենք մեզ հյուրասեր ենք, հիմնականում սեղանի շուրջ հավաքվում ենք, եթե պատրաստել չգիտենք, միգուցե կմտածենք, որ ես չեմ կարող լավ հյուրասեր լինել, խոհանոցից հեռու եմ, բայց այն ունի ավելի խորը իմաստ եւ առանցքային իմաստ, որ նշանակում է դիմացինին այնպես անել, այնպես ընդունել, որ մարդը իրեն ողջունված զգա, այնպիսի մթնոլորտ երևույթ ստեղծել, տարածք ստեղծել, որտեղ մարդը իրեն ազատ կզգա։ Մենք հաճախ հայերս ունենք այդ արտահայտությունը, զգա քեզ ինչպես քո տանը, բայց սա միայն խոսքերով չի լինում։ Այն գործողություն է, այն սրտի դիրք է, որը արտացոլվում է արտաքին դրսևորումով։ Եվ այսպիսին էր առաջի եկեղեցին սիրելիներ։ Եվ մեզ պատվիրված է, որպեսի սրանում կատարյալ լինենք եւ անդրադառնալով բառի բացատրությանը, ընդհանրապես հյուրասեր բառը հունարենից բնագրից, որ առաջին ընթերցողը հասկացել է, սա օտարին սեր ցույց տալն էր։ Սիրել օտարին։ Հայերենում լավ է ասված սերը, բայց այն չի սահմանափակվում միայն հյուրով, այլ նաև օտարով։ Եվ առաջի դարի եկեղեցին
Եվ ընդհանրապես հрьяաները այս սովորությունը ունեին օտարներին ընդունելու, հատկապես նրանք, ովքեր որ ճանապարհ էին ընթանում, հատկապես նրանք, ովքեր որ այդ կարիքն ունեին, այս մարդիկ ընդունում էին եւ նրանց պատվում եւ նոր ճանապարհում էին։ Եվ հետաքրքիր է, որ Պողոս առաքյալը ասում է, որ մենք կարիք ունենք եկեղեցու մեջ մեկս մյուսիս հանդեպ այս հյուրասիրությունը ցուցաբերելու։ Հռոմեացիս 12:13-ի մեջ ասում է. «Սրբերի կարիքներին հաղորդակից եղեք, հյուրասիրության հետևեք»։ Եթե աշխարհի հյուրընկալության նպատակը հետո մի բան առնելն է, ստանալն է, ընդհանրապես հյուրընկալության գաղտնիքը բացված է ոչ միայն եկեղեցու մեջ, այլ նաև աշխարհի մեջ։ Ռեստորաններում, հյուրանոցներում հյուրընկալությունը մեծ դեր ունի։ Եթե չունենան հյուրընկալ նորմալ սպասարկում, չեն կարող գումար վաստակել։ Սա շատ կարևոր է։ Սակայն ի տարբերություն աշխարհի հյուրընկալությանը, այսինքն երբ որ հյուրընկալենք, որպեսզի մի բան առնենք, ավետարանի եւ սուրբ գրային հյուրընկալությունը խոսում է այն մասին, որ մարդիկ ընդունվում են, մարդիկ սիրվում են, որպեսզի նորից էլի առնեն, նորից էլի ստանան, այս պարագայում ավետարանը ստանան, այս պարագայում Հիսուս Քրիստոսի սերը ստանան։ Եվ եկեղեցու մեջ շատ կարևորված էր, որ մարդիկ, քրիստոնյաները, քույրեր, եղբայրները միմյանց կարիքներին հաղորդ լինեն։ Հեշտ է միայն խոսել, հեշտ է միայն ասել, բայց հավատքը առանց գործերի գիտենք, որ մեռած է։ Եվ առաքյալներից մեկը Հակոբոսը շատ խիստ է գրում իր թղթերից 2-րդ համարի մեջ, ասելով, որ եթե ձեր եկեղեցիներ մեծահարուստներ մտնեն, հարուստներ մտնեն ու դուք նրան պատվեք լավագույն տեղերը տալով, եւ եթե աղքատներ մտնեն ու դուք նրանց ասեք, եթե մաշված հագուստներով են եւ այլն, ասեք, որ դուք գնացեք վերջը նստեք, դուք այստեղ սպասեք, դուք կանգնեք, կամ գնացեք ոտքերի մոտ նստեք, միթե սա կեղծավորություն չի լինի եւ եկեղեցու մեջ աչառություն չի լինի։ Առաքյալը պայքարում էր եկեղեցու մեջ եղած աչառության դեմ։ Ընդհանրապես չեմ խոսում այն մասին, որ ունենք մտերիմներ, խոսքը սրա մասին չէ։ Բոլորս ունենք մտերիմ մարդիկ, բոլորս ունենք ավելի մտերիմ մարդիկ, ընկերներ, խոսքը սրա մասին չի, սիրելիներ։ Խոսքը այն բանի մասին է, որ Աստծո համար ընդունված են բոլորը անխտիր։ Աստծո համար գոյություն չունի հարուստ եւ աղքատ, գոյություն չունի սոցիալական աստիճաններ, գոյություն չունի առողջ եւ հիվանդ։ Նրա համար ընդունվում են բոլորը հավասարապես եւ եկեղեցին որպես Քրիստոսի պատկերը արտացոլող մարմին աշխարհի վրա պետք է հավատարիմ լինի այս կոչմանը։ Մենք իբրև եկեղեցի, սիրելիներ, աչառությամբ ենք գործում, թե չէ։ Միգուցե խոսքը մանր բաների մեջ են, բայց մենք կարիք ունենք մեր սիրտը քննելու, տեսնելու, արդյոք մեր եկեղեցու մեջ կան մարդիկ, ովքեր որ իրենց լքված են զգում, կամ կան մարդիկ, ովքեր որ իրենց օտար են զգում, մարդիկ, ովքեր ում նկատմամբ անարդարությամբ ենք վարվել, եւ ասում է շտկեք սա։ Անկեղծ ներգրավվածությունը շատ կարևոր է։ Եվ կեղծավորությունը մի բան է, որը ուշ թե շուտ ջրի երես է դուրս գալիս։ Մարդիկ, ովքեր շահադիտական նկրտումներով են հաղորդակցվում եւ տալիս, որպեսզի հետո մի բան առնեն, սա ուշ թե շուտ պիտի երևա եւ այդ հարաբերությունները պիտի քանդվեն։ Բայց Աստված կամեցավ, որ իր եկեղեցին լինի միաբան, որպեսզի իր եկեղեցին լինի այն ճրակը, այն սիրո կրակը, որտեղ մարդիկ կգան տաքանալու։ Եվ միմյանց հանդեպ սերը տեսնելով, միմյանց հանդեպ հարգանքը տեսնելով, դրսի մարդիկ կփառավորեն Հորը, որ երկնքում է։ Չգիտեմ, մենք երբևիցե մտածել ենք այսպիսի խորությամբ եւ լրջությամբ հյուրասիրության եւ հյուրընկալության մասին, բայց այն ավելի խորն է, այն նշանակում է ընդունելություն։ Եվ բառի բացատրությունը, որ քիչ առաջ նշեցի, օտարին ընդունելը
Հարց եմ ուզում տալ, ինչպես կարող ենք օտարների համար բաց լինել, ազատ լինել, եթե ինքներս մենք մեր եկեղեցու մեջ, մեր հարազատների հանդեպ այդպիսին չենք։ Եվ ահա անցում կատարելով օտարներին սիրելիներ, պիտի նշեմ, որ այս առումով փարեսեցիները, հոգևոր կրոնական առաջնորդները այսպես պատ էին կառուցել իրենց եւ օտարների միջև։ Սակայն Հիսուսը, երբ որ եկավ աշխարհ, Աստվածությունը մարդկային մարմնի մեջ հայտնվեց, մարդկությանը նա ցույց տվեց, որ իր դռները բաց են յուրաքանչյուրի առաջ։ Չափանիշներ կային, 1000-ից ավել օրենքներ կային, գրված, որ արգելում էին օրինակ մեղավոր մարդկանց հետ հաղորդ լինելը, արգելում էին անգամ դիպչել հիվանդներին, ովքեր որ բորոտությամբ են տառապում եւ այլն եւ այլն։ Սակայն Հիսուս ինչ արեց։ Նա մեղավորների հետ է շրջում։ Նա հյուրընկալ էր, նա բաց էր, նրա սիրտը բաց էր բոլորի առաջ։ Եվ ասում էին, նայեցեք սրան, որ մեղավորների հետ է շրջում։ Սակայն Հիսուսի պատասխանը ոնց որ միշտ եղել է ցնցող եւ սթափեցնող։ Նա ասաց հիվանդները ունեն բժշկության կարիք եւ ոչ թե առողջները։ Զաքեոս անունով մի մաքսապետ կար, հարկահավաք, չսիրված, չընդունված մարդ էր, ամբողջ համայնքի կողմից ատում էին նրան, բայց գիտեք ինչ եղավ։ Հիսուս ցույց տվեց մի բան, որ կրոնական աստիճանից, կրոնական հարթակից իջեցրեց դեպի սեղանի շուրջ, ասելով Զաքե, ծառից իջի, որովհետև բարձրացել էր ծառը, ուզում էր տեսնել Հիսուսին, այսօր քո տանն եմ գալու հյուրընկալելու։ Պատկերացրեք կողքի մարդիկ, առաջնորդներ, ինչպես ջղայնությամբ եւ բարկությամբ կլծվեին տեսնելու, որ այս վարդապետը, որ եկել է խոսում է սրբությունից, այժմ պատրաստ է հյուրընկալվելու մի մարդու, ով ատելի է բոլորի կողմից։ Այո, նա դա արեց։ Նա դա արեց։ Եվ Զաքեոսի կյանքում փոփոխություն եղավ։ Այդ փոփոխությունը ուղղորդված չէր եւ զուգորդված չէր հրաշքներով եւ ոչ էլ քարոզչությամբ, այլ պարզապես սեր ցույց տալով եւ պարզապես հացի սեղանի շուրջ։ Եվ նրանից լսեցինք ապաշխարության խոսքեր, ասեց, եթե մեկից առել եմ ավել, քառապատիկ կվճարեմ։ Պատրաստ եմ ունեցվածքս էլ վաճառելու, կեսը աղքատներին տալու։ Ահա սրտի փոփոխություն, որը ծնվեց հյուրընկալությունից։ Ահա սրտի փոփոխություն, որը ծնվեց անկեղծ ընդունելությունից, սիրելիներ։ Ինչքանով ենք մենք ընդունում մեր շուրջիններին, այն օտարներին, որ մեր շուրջն են։ Մեր շուրջն էլ կան օտարներ։ Օտարներն ամենուրեք են, սակայն Աստված կանչում է մեզ բաց լինելու այս մարդկանց առաջ, որովհետև քրիստոնեությունը բաց սրտի մասին է, բաց ձեռքի մասին է եւ նաեւ բաց դռների մասին է։ Քիչ առաջ, որ ընթերցեցինք Մատթեոս ավետարանի 25-րդ համարը, այնտեղ ասված էր, որ ես սոված էի եւ դուք ինձ հաց տվեցիք, ծարավ էի ջուր տվեցիք։ Երբ որ գրված է, որ օտար է եւ ընդունեցիք, սա ճիշտ այս հյուրընկալության մասին է խոսում։ Այսպիսի պարզ բաների մեջ Աստված սովորեցնում է մեզ բաց լինելը։ Այլ կերպ ասած, ինչ որ այս փոքրերից արեցիք, ինձ արեցիք։ Եվ հետո, չնայած որ չկարդացվեց, բայց հակառակն է ասում, որ երբ որ օտար էի, դուք ինձ չընդունեցիք, երբ որ սոված էի, հաց չտվեցիք ուտելու, ծարավ էի, ջուր չտվեցիք, ասում են Տեր, մենք երբ քեզ այդպես գտանք, որ չարեցինք։ Ասում է ճշմարիտ, ասում եմ այս փոքրերին չարեցիք, ինձ չարեցիք։ Այլ կերպ ասած, եթե իմանայինք, որ դա դու ես, ոնց կարող է չանեինք։ Սակայն Տիրոջը անելը ճիշտ տեսանելի կերպով նույնը կլինի, երբ միմյանց ենք անում եւ օտարին ենք անում։ Երկու տղամարդ իսկապես տեսան այս խոսքերի ճշմարտությունը։ Մեկը Ֆրանցիսկոս Ասիցեզին էր,
Նա հարուստ էր, ազնվական ծագում ուներ, քաջ, բայց դժբախտ։ Նա զգում էր, որ իր կյանքում ինչ-որ բան պակասում է։ Ընդհանրապես սովորություն ուներ մարդկանց իր հարստությունից բաժնեկցելու եւ այլն։ Բայց մի օր ձիավարելիս նա հանդիպեց մի բորոտի, մի այսպես արտաքին տեսքից ընկած մարդու, գիտեք, բորոտությունը մաշկային սարսափելի հիվանդություն է, այն ժամանակ բորոտներին ողորմություն էին անում հերվից հաց նետելով, հերվից կերակուր տալով, հերվից հագուստ տալով։ Եվ բնականաբար այս բորոտը կարիք չուներ ուտելիքի, կարիք չուներ հագուստի, ինչի կարիք ուներ։ Այս մարդուն ինչ-որ բան ստիպեց իջնել ձիուց եւ գրկել այս սարսափելի տառապողին։ Եվ նրա գրկում բորոտի դեմքը վերածվեց Քրիստոսի դեմքի։ Երկրորդը մյուսը Մարտին Տուրացին էր, նա հռոմեացի զինվոր էր, շրջում էր քաղաքներով եւ քրիստոնյա էր, վերստին ծնված քրիստոնյա, եւ տեսնելով մի աղքատ մարդու, որ հագուստ չունի եւ ձմեռված սրտին մրսում է, գումար չուներ որ օգնի, բայց զինվորականները այսպես թիկնոց ունեն, մեծ թիկնոց ունեն։ Տեսնելով նա իր այդ թիկնոցը, որ մաշված էր, մի քիչ հին էր, ճղտոտված, փոքր ինչ, կիսում է եւ կեսը տալիս է այս աղքատին։ Գնալով տուն այդ գիշեր երազ է տեսնում։ Երազի մեջ երկինքը բացված, երկնքում հրեշտակներ եւ Հիսուս Քրիստոս։ Եւ Հիսուս Քրիստոսի վրա ճիշտ այդպիսի զինվորական մի թիկնոց։ Հրեշտակներից մեկը Հիսուսին հարցնում է. Տեր, այդ ի՞նչ թիկնոց ես վրադ գցել այդպես մաշված։ Ասում է, սա ինձ իմ ծառա Մարտինն է տվել։ Երբ մենք զգում ենք առատաձեռնություն, որը առանց որևէ հաշվարկի օգնում է ամենապարզ մարդկանց ամենապարզ բաներում, մենք զգում ենք Հիսուս Քրիստոսին օգնելու ուրախությունը, սիրելիներ։ Եվ մեր սիրտը բաց է լինում Տիրոջ առաջ։ Լիբանանի մեջ գերակշռող մասը մուսուլմաններ են, այնտեղ պատերազմ էր եւ մարդիկ, ովքեր ստիպված էին լքել իրենց տները, եկան ավելի քրիստոնեական շրջաններ, մուսուլմաններ են։ Այսպես այլ կերպ ասած, եկեղեցուց չեն, օտար են, բայց եկեղեցիները, որոշ եկեղեցիներ իրենց ուշադրություն ցուցաբերեցին, ընդունեցին սիրով։ Եվ սա որոշ մարդկանց մոտ քննադատության արժանացավ, ասելու, որ քրիստոնյաներին թողել եք, մեր եկեղեցիները թողել եք, ձեր ֆինանսները, ձեր ռեսուրսները, ձեր տարածքները գործածում եք իրենց տեղ տալու համար։ Եվ այո, սիրելիներ, մարդիկ սիրո եւ այս ջերմ մթնոլորտի մեջ է որ փոխվում են։ Ինչպես պիտի ճաշակեին Քրիստոսի սերը, եթե ոչ գործնական քայլերով, միայն խոսքերով քարոզել պետք չի։ Միայն խոսքերով ավետարանել պետք չի։ Այո, դա մեր ներքին համոզումն է, որ մենք խոսում ենք, բայց այդ ներքին համոզման արտաքին դրսևորումը գործնական քայլերն են, որ Տերը կանչում է ամեն մեկից դա անելու։ Հեշտ չի առանց տրտնջալու դա անել, ասում է առանց տրտունջի դա արեք։ Լավ, ինչպես դա անենք, ինչպես մենք սիրով լինենք այդպիսին, այլ ոչ թե տրտունջով։ Ինչպես։ Հիշենք մի բան, որ նախ նա մեզ սիրեց։ Սա մեզ կօգնի։ Եփեսացիներին ուղված 2-րդ գլխի 19-րդ համարում ասում է. ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ եւ Աստծո ընտանիքի անդամներ։ Ինչ է նշանակում այլևս օտար չեք, եթե ոչ որ նախկինում մենք էլ էինք օտար։ Գիտեք, հեշտ է ողորմություն անել, երբ որ գիտակցում ենք, որ մեզ էլ ողորմություն արվեց։ Հեշտ է ներել, երբ որ գիտակցում ենք, որ մեզ էլ ներվեց։ Եվ ինչքան շատ ենք մեր անձը քննում եւ տեսնում, ինչքան անարժան ենք մենք, այնքան ավելի հեշտ է սա մեզ համար դարձնում մարդկանց ընդունելի լինելը եւ առանց տրտունջի իրենց ծառայելը։ Հիշենք, որ մի ժամանակ մենք էլ օտար էինք, բայց Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով այլևս օտար չենք եւ նաեւ Աստված մեր միջոցով գործ ունի անելու հյուրընկալելու շատերին։ Եկեք անենք մարդկանց այնպես, ինչպես կանեինք մեր Տիրոջը,
Հիսուս Քրիստոսին։ Եվ սրանով մենք կարտացոլենք Տիրոջ մեջ եղած այն կարևոր հատկանիշներից մեկը, որ ինքը ընդունող մեկն էր։ Հյուրասիրելով մարդկանց եկեղեցու մեջ որևէ մեկ ծառայություն անելուց առաջ կամ հետո երբեմն լինում է հյուրասիրություն, եւ սրա հիմքում սիրելիներ պիտի սերը լինի։ Սիրով տրված շարժառիթները շատ կարևոր են։ Եթե մի բան չի բխում անկեղծությունից, սա ընդունելի չի Տիրոջ համար։ Նա ուշադրություն կդարձնի ոչ թե ինչ ենք անում, այլ թե այդ ինչուն ինչու ենք, այդ ինչը ինչու ենք անում։ Ինչուն շատ կարևոր է։ Ուրեմն ինչ անենք։ Խնդրենք Տիրոջից։ Ասենք Տեր, ուզում ենք քո պես լինել։ Եթե իմ սրտիս մեջ կա այդ աչառությունը, օգնիր, որ այն օտարացնեմ։ Օգնիր, որ քեզ նմանող լինեմ բաց սրտով, բաց ձեռքով եւ բաց դռներով։ Եկեք աղոթենք։ Մեր Տեր, մեր Աստված, շնորհակալ ենք քո խոսքի համար եւ շնորհակալ ենք, որ քո խոսքդ մեզ նույնը չի թողնում։ Քո խոսքդ փոխում է մեզ եւ վերափոխում է մեզ։ Դուր, որ Հայր իսկապես իբրև եկեղեցի բաց լինենք մարդկանց փոփոխության համար, բաց լինենք, որ մարդիկ գան ու փոխվեն, մարդիկ սեր զգան, մարդիկ տեսնեն ինչքան կարևոր են քեզ համար եւ կարևոր են նաեւ եկեղեցու համար։ Դուր, որ մեր միաբանությունը, միմյանց հանդեպ ունեցած հյուրընկալությունն ու հյուրասիրությունը ամեն օր աճի եւ դուր նաեւ որ բաց լինենք օտարների համար, Տեր, ինչպես դու էիր այդպիսին, եւ թող ոչինչ չբաժանի, Տեր, որ մենք քո ավետարանը այդ միջոցով նույնպես իբրև ուղի քարոզենք ու տարածենք մեր շրջակայքում եւ մեր շրջակայքից դուրս։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, թող որ այս ամենի մեջ քո փառքը գերակա լինի։ Ամեն։